մենք դուք էլ շատ լավ նկարագրեցիք, մենք ինչի մեջ ենք։ Ճիշտ է, այսինքն աղետալի, կործանարար բանակը, երկիրը սարսափելի բանի պատերազմի շեմին ենք 4 կողմը կրակի մեջ եւ մենք այս թափթփուկների ձեռքում։ Եվ զուգահեռ տեսնում են ընդդիմադիր գործիչների, որոնք բացարձակ իրենց ոչ խոսույթով, ոչ մի բանով համահունչ չի այս ամենին եւ դրա համար կա անվստահություն։ Դե եկեք ես փորձեմ հիմա հակառակ կողմից մոտենամ։ Տեսեք, ընդդիմությունը ազգային շարժման տրամաբանությունից փորձեց մի քանի տարի իր հետևից ոնց որ պայքարել։ Այն որ այդ փորձերը ու աշխատանքը այդքան էլ ճշգրիտ ու արդյունավետ չէր, դա մի կողմ թողնենք, որովհետև իսկապես որոշ հնարավորություններ որոնք կան չեն օգտագործել, բայց ամեն դեպքում այդ ուղղությամբ աշխատանքը մոբիլիզացրեց բնակչության մոտավորապես 25%-ը, այս թե այն կերպ։ Եվ մոտավորապես բնակչության 25%-ը, որը քիչ թե շատ կայուն ընդդիմադիր էլեկտորատը, մենք տեսնում ենք մասնակցում է, բայց դա բավական չի երկրում փոփոխություն բերելու հատկապես ընտրությունների տրամաբանության մեջ։ Եվ այսպիսով, քանի որ 91 թվականից Հայաստանում բուծվել է սպառողականությունը, բուծվել է։ Ինչ է խանգարում, որ դրան զուգահեռ հիմա ասում ենք շատ կարևոր է սոցիալական հարցերը, ճիշտ է, եւ հիմնականում կենտրոնացել են ընդդիմադիր ուժերը այդ հարցերի վրա եւ շատ ճիշտ են արել։ Թոշակառուներն է, չգիտեմ, աշխատավարձն է, սրանց թալանն է եւ այլն։ Ինչն էր խանգարում, որ դա այսպես միասին գնար զուգորդված։ Դե եկեք ես ուղղակի տրամաբանությունը բացատրեմ, հիմա համաձայն ենք թե ոչ, դա արդեն ուրիշ հարց է։ Տրամաբանությունը հետեւյալն է. մարդկանց զգալի մասը հոգնել է այդ պայքարի մասին լսելուց, կամ անդադ լսելու, որ ինչ սարսափելի բաներ են մեզ սպառնում։ Այդ թվում, ու չի ուզում այդ պայքարի մեջ ընդգրկվի, չի ուզում ընդհանրապես պայքարի մասին լսի, ուզում է լսի մենակ նրա մասին, այո, ինչը ինքը կարող է ստանալ քաղաքականությունից, ինքը չի ուզում լսել, այդտեղ շատ կարևոր է, հա, պարադիգմալ տարբերությունը։ Մեծ հաշվով, երբ որ ընդդիմությունը ազգային արժեքներից է խոսում, ինքը խոսում է նրա մասին, ինչ քաղաքացին պետք է տա այս քաղաքականության մեջ ներդնի։ Իսկ հիմա շատ ուզում են լսել, այո, ինչ են ուզում իրանք ստանան։ Հիմա այն ընդդիմադիր ուժերը, որոնք օրինակ խոսում են տնտեսական առաջարկներով, իրանք խոսում են այն լեզվով, ինչ են իրանք տալու։ Եվ այդ էլեկտորատը այս պայդրությամբ ավելի շատ է։ Եվ իրանք դիմում են այս էլեկտորատին։ Իշխանությունների համար այս պահին առավել վտանգավոր համարվում է Սամվել Կարապետյանը եւ իր թիմը։ Դե իհարկե, առաջին հերթին հենց Սամվել Կարապետյանը, էլի ես նկատի ակնկալիքների պահով։ Այո, իհարկե, ռեսուրսների պահով ամենաշատը Սամվել Կարապետյանը։ Դե այստեղ մի տարբերություն կա։ Բայց դուք էլ մյուս կողմից ասում եք ինքի լաչառությամբ այս օրակարգ թելադրելով շարունակում է հաղթել, բա դրա դեմ ինչ պիտի անենք, հասկացանք։ Շատ լավ բացատրեցիք, որ տալու պահը արդեն մտել են գործիչներ եւ լավ աշխատում են։ Բա այնտեղ ոնց պիտի հաղթեն իրենք։ Այստեղ տեսեք, իմ կարծիքով, եթե օրինակ ընդդիմության խորհրդական լինեի, ես կասեի, եկեք մի քանի բլոգեր առանձնացրեք, որ իրանք լաչարությամբ զբաղվեն, իսկ օրինակ ընդդիմադիր օրինակ առաջնորդները նման գործունեությամբ չզբաղվեն։ Հատկապես Սամվել Կարապետյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև էլի մարդաբանական շատ լուրջ տարբերություն կա, նույնիսկ տեսակի տարբերություն, հա, այսինքն հանգիստ մեկը արարող է, մեկը կործանող է։ Այդպես էլ կարելի ասել, բայց ես կասեի զուտ ոնց որ կեցվածքի կամ տեսքի տեսանկյունից, հա, հիմա Սամվել Կարապետյանը զուսպ է, հանգիստ է, բայց տպավորիչ, իսկ Փաշինյանը հաճախ հակառակ ինքը ստեղծում է շատ, այո, ինքը ստեղծում է աղմուկ, փորձում է դրանով ուշադրություն գրավել։ Եվ հիմա մյուս հարց է ծագում, հիմա պարզ է, որ կա մի զանգված հասարակության, որը սովորել է դրան եւ որը ուզում է այդ կարգի ոնց որ էմոցիոնալ ապրանք ստանալ։ Այո, բայց կան լիքը մարդիկ, ովքեր դրանից հոգնել են եւ այս մարդիկ եթե լսեն օրինակ կողքի Սամվել Կարապետյանին ու Նիկոլ Փաշինյանին, շատերը օրինակ Սամվել Կարապետյանին կընտրեն։ Դրա համար Փաշինյանը իր բերանն է փակում, որովհետեւ այս շինչ ու գործը, որը 3 նորից երկարացեցին 1 ամսով, այսինքն ինքը վախենում է զուտ, որ Սամվել Կարապետյանը երևա, որովհետեւ Սամվել Կարապետյանը ուղղակի կանգնի ու կողքը Նիկոլ Փաշինյանը լաչարություն անի, արդեն այստեղ Նիկոլ Փաշինյանը բարդում է։ Դրա համար ինքը ուզում է Սամվել Կարապետյանը ուղղակի չերևա, ոնց որ գոյություն չունենա հասարակության աչքի առաջ։ Սա է, այսինքն ես ուզում եմ նաև այն ասել, որ այս լաչարությունը ինքը նենց չի միշտ արդյունավետ է։ Ինքը արդյունավետ է մինչև ինչ-որ աստիճան, բայց եթե դու անընդհատ մասամբ ոչ ամբողջությամբ միանշանակ, որովհետև Փաշինյանը աջակիցներ ունի ու ոչ մեկը թող չմտածի, որ արդեն չունի աջակիցներ։ Իսկ օրինակ Սամվել Կարապետյանը հիմա անազատության մեջ է փոխարինման առումով
Եթե թույլ չտա օրինակ որ մասնակցեն։ Ասենք լուծում կա, Սամվել Կարապետյանը չի կարող խոսել, բայց Սամվել Կարապետյան ֆենոմեն, իր արած աշխատանքը, իր թիմը, իր ընտանիքը, իր նպատակները, ես անձի մարմնավորող հայտանիշների մասն եմ ասում, վերջին հաշվով, կարելի է այդ հայտանիշներով իր ֆիզիկական չլինելը բանանել, փոխարինել։ Տեսեք, մի քանի իհարկե դեմքեր կան հայոց աշխարհում, այսպես ասեմ, որոնք կարող են մասամբ այդ դերը կատարել, բայց մի բան հաշվի առնենք, Սամվել Կարապետյանը, ինչքան ես տեղյակ եմ, եթե իմ տեղեկատվությունը ոնց որ հնացած չի, աշխարհում ամենահարուստ հայ է։ Այո։ Եվ այսինքն սա արդեն ինքնին Ընդ որում ինքը ոչ թե ուղակի իշխանությունների հետ մերձավոր լինելով է հարուստ դարձել, ինչպես օրինակ Ռուսաստանում ժամանակին Բերեզովսկին, որը տարբեր, այլ ինքը շինարարությամբ ու տարբեր իր բիզնես որակներով աշխատանքի արդյունք է իր աղբյուրը։ Ընդ որում իր գումարները ինքը վաստակել է 7 տարբեր երկրում, ոչ միայն մի երկրում, հա, չնայած հիմնական իր բիզնեսը Ռուսաստանում է, բայց լիքը այլ երկրներ, այդ թվում Հայաստանում հսկայական բիզնեսներ ունի, չէ՞։ Հիմա տեսեք ինչն է տարբերություն գալիս Այս արդեն այս հանգամանքից ելնելով մենք հասկանում ենք, որ շատ իր նման մարդիկ չեն լինի։ Երկրորդը կարող ենք հիշել Ռուբեն Վարդանյանին, որը էլի շատ հարուստ հայ է, որը էլի շատ մեծ հայացք ունի, բայց հենց դրա պատճառով, որովհետև դե օբյեկտիվորեն ինքը Արցախյան շարժման մեջ, օրինակ Բակո Սահակյանի կամ մյուսների ում որ ձերբակալել է Բաքվի բռնապետությունը չունի ներդրում, այո ինքն էլ վարչապետ եղել, բայց ընդամենը 3 ամիս, բայց իրան ձերբակալել են, որպեսզի ինքը չգա ու Հայաստանում իշխանությունը չփոխի, դա միանշանակ է, հա, այսինքն Ալիևը իրան պահում է, որ Հայաստանում ինքը իշխանություն չփոխի, այսինքն մենք հասկանում ենք, որ արդեն մի դեմքը շարքից դուրս է բերվել, մյուսը շարքից դուրս է բերվել, երրորդը կարող եմ հիշել, իհարկե համաչափ գուցե չի, բայց էլի զգալիորեն տեսանելի է եւ շատերի համար ընկալելի, Կարեն Կարապետյանը նախկին վարչապետ, որը օրինակ, որին վախեցրել են իր ռեստորանում խուզարկություններով, կարող ենք հիշել կես տարի առաջ Ֆլորենցիա ռեստորանում շատ գեշ խուզարկություն են արել մարդկանց ովքեր այդտեղ ինչ որ բան էին նշում, հանել են դուրս եւ այլ եւ գուցե վախեցրել են որ ամբողջությամբ կունեզրկեն եւ այլն եւ ինքը հայտարարեց արդեն որ ինքը քաղաքականության մեջ չի մասնակցելու անմիջապես, հա, ու նման դեպքեր մենք կարող ենք տեսնել, այսինքն հարցը միայն այն չի որ փոխարինող ընդհանրապես գոյություն չունի, այլ հարցը այն է նաեւ որ շարքով գնում են եւ ով կարող է հավակնություն ունենալ բոլորին ճնշում են։ Նույնիսկ Գայիկ Ծառուկյանի, որը պարզ է որ համաչափ չի, բայց Հայաստանի մասշտաբով խոշորագույն գործարար է, էլի իր մերձավորների վրա լիքը քրեական գործեր կան եւ այլն։ Այսինքն մենք տեսնում ենք, որ աշխատանք կա, որպեսզի այս ամենը չաշխատի եւ նույն կերպ ոնց որ Սամվել Կարապետյանն են ճնշում, լիքը ուրիշ մարդկանց էլ են ճնշում կամ փակում են, որպեսզի իրանք չկարողանան այս իրավիճակը փոխել։ Եվ սա նաև ցույց է տալիս, որ հայոց աշխարհը իրականում այս ամենին դեմ է, ուղղակի տարբեր հնարքներով, գործիքներով, ճնշումներով եւ այլն կարողանում են հլը որ պահեն այս իրավիճակում։ Եվ հիմնական գործիքը ամեն դեպքում նույնիսկ Փաշինյանի իշխանությունը չի, այլ հիմնական գործիքը այս իրավիճակը շարունակելու մեջ դա Ալիևի բռնապետության պատերազմով սպառնալիքն է Հայաստանի նկատմամբ, դա հիմնական գործիքը, ինչու այս իրավիճակից հայոց աշխարհը չի կարող դուրս գալ։ Այսինքն մարդկանց մեջ վախի սինդրոմն է աշխատում։ Այո,